եւ բարոնայք, անցյալ շաբաթ ես կուզեի մեր բանի վերջավորության, դասի վերջավորության, դուք արձանագրեք ձեր վրա ինչ նմավորություն ցկեց Վասկեն Շուշանյանը, ձեր անդրադարձը, ձեր մտածումները։ Եվ ուրեմն Պետրոսը դու նադիգա արել է։ Եվ հիմա գուզեի մեզի ներկայացնել ադիգա, դիտված բոլորովին հետաքրական դիսանգինեմը։ Ֆրանսացիները ինչպես կմոդենան հայերուն կամ ընդհանրապես օդաններուն եւ ինչպես զանոնք հերոսի գոչում կտան։ Բայց ես ուզեցի ադիգա անել առաջ բամը որանցա շաբաթ չսի Շուշանյանը 1940-ին եւ որ պատերազմը արդեն սկսած էր երկրորդ պատերազմը Մարսեի մեջ գնաց զինվորակրվելու այսին զորագոչը երդասարտներուն էր ինքը արդեն 38 տարեկան էր եւ զավոյ ես կուզեմ բանակի մեջ ծառայել բժշկական քննություն մղրին եւ դեսան որ շնչառության խնդիր ունի մեժեցին ուսի չես կնար գնաց սպասեցին երբ որ ընդհանուր զորագոչը լա քեզ կգանչենք եւ ինքը այդ օրերուն իր օրակրին մեջ ֆրանսացիներուն գրված քանի մտող ունի ֆրանսացիներուն է բայց ֆրանսերենով չէ հայերենով է եւ այդտեղ գսե երդասարդ զավակները վաղեմի ասկիմա այսինքն ֆրանսացիները դուք երդասարդ զավակներն եք վաղեմի ասկիմա ով որ խոսք գուղե ձեզի մարդ մնի որ գավադա մեր նշտե եւ արյունաթաթավ դրոշակին մահկամ ազատություն մարդ մնի որ գործընծուցած է նախորդ սպանտի մեջ նախորդ սպանտը առաջին պատերազմն է իր հայրն ու մայրը եղբայրը եւ քույրը եւ աչքերուն մեջ միշտ քուրքուրանքով ու դարաբանքով գրած է անոնց գորուսյալ պատկերը մարդը որ այն միշտ այն դժնե սկայությունը ունեցած է որ 4 մերել գգրե իր ուսերուն վրա ուրախության եւ հաղթանակի ժամում ամեն ուրեք մեկը որ գբատկանի Պակրադումյաց անգումեն հետո այսինքն 900 կախտի անիձյալ ծուբը ձերք արած հարավոր դողմիմը որ անմխիտարելի գերբով անժարանք է զավակ չուներ որ վերջին շարավիղը ազնվական ընտանիքիմը պատմեցի ձեզի որ Շուշանյանները ինչ ազնվական ընտանիք էին գսկա թե մահը հավերժական լրության հավերժական գնիքը եւ հավերժական թամփանը պիտի լա իր լինելության որ հիվանդ քրոնիկ ցնցխադամով ցնցխադամը բրոնշիտն է եւ բնտերագությունը արտերիոսկլերոսիս երակները գչորնան գգանցրանան եւ գնեղնան բարձորեն եւ հոժար գամոք առանց թույզեն պատրաստության զինվոր չեր ինքը արձանագրված է գամավոր զուրկ ամեն իրավունք է ծառայելու համար այս երկրին Ֆրանսիայի դրոշակին տակ գնագիրվակայել համը չունիմ գործընծներիք արդեն բոլոր գործընծներիքներս գործընծուցած եմ վերջացած եմ Կապարի համար է ասիգա, որտեղ գավադան մահկամ ազատություն դրոշակ։ Հիմա քենտանալիք բան է ասած։ Անցյալ շաբաթ չգարտացինք, բայց հիմա Պետրոսը գուզեց ցեզի գարտալ իր դմավորությունները կամ այն մասը, որ գվերապերի հավանաբար ֆրանսացիներուն եւ Շուշանյանին։ Հրամե Պետրոս։ Հրամե։ Անցյալ շաբաթ ներկայացումը Վասկեն Շուշանյանի գենսագրականը եւ ստեղծագործությունները զիս ներշնչեցին
ներշնչելեն ելալով առաջարկով դուրս եկան։ Բոլորս գիտենք ֆրանսիական մտածելակերպը թե պետական, թե հանրության, թե միայն ծայրահեղության եւ ֆաշիստական քաղաքներում։ Ինչպես Միսակ Մանուշյանը լուսարձակի դակ դրվեցավ, պետական դիդրոսով, ֆիլմով, հոդվածներով, նույն չափով արժեք ստանա Վասկեն Շուշանյանը։ Լուսարձակի դակ դնելով իր վերջին տարիներու նամուր դպրոցի դեսուչ ըլլալը եւ 70 աշակերտի կյանքը բրգելը զանով ապահով հասիլ ծնողներուն կով։ Գիտենք դժվար բան է այս մեկը, բայց նպատակը դգարություն չի ճանչնար, որում մեր բոլորի նպատակը հայ լեզուն, բահել եւ ինչու՞ չէ ներշնչել քալիք սերունդներուն, որ դասնյակ Շուշանյաններ դառնան։ Բրավո, մերսի Պետրոս, ասպուդածումներուն համար, մեկ խոսքով ինչ-որ Միսակ Մանուշյանին բադայցավ, Պետրոսը գարաչարգի է, որ նույնը մտածվի Շուշանյանի մասին, մեկնելով այն միտքեն, որ իրեն հանձնված, հսկիչի բաշտոնով իրեն հանձնված այդ երեխաները մեկ առ մեկ դուները դարած է և հաստուցած է ու պրգած է բզդիկները ուղակի։ Հավանաբար հայրական բան մնալում էր այդ բզդիկներում նկատմամբ։ Հետաքրական բանը ասավ, որ մինչև հիմա ուրես մեջ կդառնա։ Մենք իբր հայ մոդեցում չդիտանք, իբր հայ մտավորական։ Սավ երբ որ ասավ Ավստրալիայի բարակային հայկական ցեղասպանության հետ կապված հարցը ավստրալիական թիդանգույնով նայ մոդեցում դվինք, համոզեցինք Ավստրալիայի իշխանություններուն եւ մեջտեղ եկավ մեծ հայտարարի աշխատանքով, որը մեկ բանը մենք իբր օդարին բիտ ներկայացնենք հայ մտավորական չիպդի մոդեցում դանք հայ մտավորական, իբր ֆրանսական թիդանգույն է ներկայացնենք Լորեն Վասկեն Շուշանյանը։ Եվ ամենահետաքրականը, որ մեկը մարդական երդասարդ մնե Միսակ Մանուշյանը, մեր մտավորականը ան է իմ նպատակը, միա մարդական չէ հարցը։ Միսակ Մանուշյանը բանաստեղծ է։ Նաև։ Բայց մարդական կորզորություն ուրած է, բայց Վասկեն Շուշանյանը զուտ մտավորական է։ Եվ հաշվեց ասես անուսեր, ուսումգեց սքեց, եւ անուսության միջև սորվոն ավարտեց, ասի մադերու վրա կհամբրվի աշխարհի։ Garç pamanalariցնեմ եւ որ մտածեք ասենք թե Լամանուշյանին, Լա Վասկեն Շուշանյանին ըրածը եւ ինչպես որ դիգին Մանջիկյան գսեի կայնալեն շատ կարասան գնող, այո, համաձայն եմ, ասոնց բայց պետք է մտածեք որ վերաբրող էին եւ այդ մեջերին այդ սկացում ունեին որ մենք տեսանք մենք ապրեցանք ասանք փամը պետք է փրկենք նույն բանը գլագոր երկրորդ համաշխարհային պատերազմը nazi occupation-ը գա այդ միտքերնի մեջ ատկար դեսանք ապրեցանք չարչարվեցանք նորեն կբադայգոր պետք է որ փրկենք եւ գրծածնի սնենք ինչպես ազնավուրյանները որ նույնն ալիրեն կրին հայերուն միան չոքնեցին հրյա հունկարացի ռոմանացի եւ իրենց յանքը վտանգի մեջ չրին անոր համար Բայց բնական էր, իրենց համար շատ բնական մենք եղավ, մեզի եղավ, պետք է փրկենք մույսերունա։ Այդ աշխարհը, որու մեջ ասմարտիկը գաբրեին, չաճող սերգոր որ ժամանակին, Սերժը սերգոր կարծեմ, ժամանակին մարդիկ եւ որ քաղաքական մարդիկ, եւ որ խոսք կուտային իրարու, խոստում կարգեին։ Այդ աշխարհը գործված է այլս չի հա կաղապարի դիրաբեդությունը որ այդ մարդիկը գսես ցեղասպանության զոհ դարձած են իրենց մանկության երկրորդ անգամ թեմ բիդի դանք կուրց բիդի դանք բի թիմատրինքի հոգեբանություն ունեին լա Միսակ Մանուշյանը լա Վասկեն Շուշանյանը լա ուրիշներ այսօր այդ աշխարհը չի գալի եւս Դագարը 100 տարի հետ գնաց գոյություն չունի Ալիևս խոսքին արժեքը։ Ես կուզեմ Շուշանյանը իմս լա, ես կարդամ, ես զավակի սորվեսեմ, ինչիս պետք ես ասանք մեկ պատաշ։ հա, չեմ ուզեր հայցել օդարներուն, չեմ Բայց անիկա չէ հարցը, գարցեն իրս հատը ատկան կեղեցիկ է,
Ատքան հադուկ է գահսկրան որ ստացա, բայց ատքան գեղեցիկ բարերով, ատքան դեղը քեզի գտանիքով որ թուն չես մտածեր ատանքին, ադիգա է որ բոդլերմը կամ իչքնամ ասմաները որ գարտած կսես, վաու, էմեկար ունինք, ադե, բոդլերը չեն մինակ Գարտանք աբրինք բայց պամը չի գա սխալ պաշտա։ Չէ, սխալ բանը չկա, բարձրապես գարձիկ մնե։ Իսկ քալով մեր օրերուն երիտասարդներ եւ այն գարձեմ այնպես չէ որ հիմա դժվարություն գա անցյալին չի գա գարձեմ ամեն ժամանակ իր դժվարությունը ունի ես միշտ օրինակյալ մարդ խոհովակը բաց դակչուրը գիչն է օրինակ այն ադեն ավելի լավ էր երբ որ չի գար կամ ասչուներում մեքենաները չեմ գարձել գարձեմ որ ամեն ժամանակ իր դժվարությունը ունի դժվարության նագարտագը սլոպտին երթալով կշատնա որովհետև գարձես իրեն Ես չեմ բարակային կարծել։ այսինքն իրես ասոր վերեն գսեն first world problems որ Կամ learned helplessness։ բայց ինձի համար մտարկությունը ներգա սերունդը չէ ապակա սերունդ ատբզդիկներ որ կորձիկներում կերի դարձած են եւ critical thinking-ի բագասը ունի ադիգա ավական բոլորին դարբեր ծեվով բիդի Դժվար է։ Բիդի շաղև որ չես գիտեր ատտեսագի դժվարություններ ամեն նկատի արեք նաև որ ինտերնետը դակավին մեկ սերունդ եղավ։ Ես կհավատամ որ Երկու սերունդն պետք է որ գիտնանք ինչ կբադայինք։ օգտակար է լա։ Ինչպես? Ես կհավատամ որ աս միջոցները գրնան օգտակար է լա։ Նայած Ադիգա վեի ճիշտ է։ Գրնան օգտակար լալ ավեի ճիշտ է կան օգտակար է։ Չէ, գրնան օգտակար է։ Այո, ես համաձայն եմ քեզ։ Որտեղ հիմա Ես համաձայն եմ որ գրնան օգտակար է։ Դունը գխոսինք բան թունա դուր բենք դες TikTok-ն։ TikTok-ը ավելի լավ գտաստիարագետ որ իմ զավակից կան ես։ Հիմա նայած ինչ ընդրություն է Հրամել արա իբրև այդ սերունդի ներկայացուցիչ։ Ոյա ճիշտ է ասած մեկ մասը, որովհետև ես հետ չեմ սկացած, որ դակչուր չի գա կամ էլեկտրիցիտետ չի գա, կամ ասենք բզդիկ լաքժուրիներ գա կյանքիդ մեջ, օտոյիդ մեջ կնստիս կդակնա, աթորդ կդակնա, չեմ գիտեմ ինչի կդակնա, կամերա գա, տելեֆոնիդ մեջը գրնաս ուզած անցիդ հետ խոսիլ, որևէ մեկ ժամանակ for free almost ամեն վարյան, բայց հետո ասիգա շատ լավ բաներ գա, շատ քեշ բաներ գա, ամեն վարյան աչքդ վրան է, եթե իմ դարիքս կամ ավելի երդասարդ մեգումը հարցնես թե քանի անգամ օրվա մեջ տելեֆոնը գնայի, կզարմանաս քանի ժամ օրագար ասոր վրական սենգոր եւ Ագորոմար screen time կա վրա։ այո, Եվ չես զերքիտնա չեն մենք ավնին է։ եւ Իմ գարձիկս այն է որ հայոց լեզուն վեճի աս 20-30 տարի դեր կայլի մեջ մնացած է։ Իմ գարձիկով։ Ես ամենանկարևոր աս միջոցները GTP-ն եւ այլն TikTok-ը միջոց է դերեգություն ստանալու, բայց չի ներշնչը։ Բաց օրինակը ես առաջարկից մեջ որ գար նվադագը Անցա շաբաթվա ներծեր ներկայացումը ինձ ներշնչեց եւ ցկեց 20 տարի իվեր 50 էջ մեկ օրվա մեջ չեմ գարտացած Վասկեն Շուշանյան ատքիրքը որ դուք ողացեք Ես արդեն գնաց եմ 2014-ին երբ Լիբանան բերին է Սա ասկիրքը ունի մի արժեքը չեմ գիտեր գոր Մեկ օրվա մեկ ժամվա մեջ որ գակից մեջ շատոդի չեմ նստել 50 էջ կարտացել եմ ինգերով Եվ հետաքրական երկու բառ սորվեցան մեջը որ չէի գիտեր լսած է մեկ բառը բլելվելը մենք ուղղացիներս բլոց բառը գսենք բլելվիլ բլոցը սանդվիչ պատելն է Չէի գի ես մեծ հոր մեծ կլսեի Հետո ուրիշ բառը դեսա քսու բառը քսու բառը խոստալով պերով մենք Լիբանան ապարը գսեի պամպասով չէի լսած Չարության պամպասով խոստալով պերով հարցը Զղջումը մեջ հարցը որ սերունդի մեգորը սերունդիմը ներշնչեսն է նորությունը գպերը Ես ինձ ներշնչեց 50 էջ կարտացի իմ անձիս համար է
Եվ այդ կիրկանը կիրկմն է, որ գնաս կարտալ 50 չցկել, երկու շաբակ չկարտալ, վերջի հետ կալ, և կգարտաս կարծես թե շարունակություն է։ Լավ, այսօր երկու ներգայացում ունինք, ուրեմն, Տիկին Մանուկյանը, այս մարդը, ես անունը պիտի չդամ, պիտի չսեմ ով է, բայց խիստ հետաքրքրական կյանք ունեցած է այս մարդը եւ իսկապես չի գա ուրիշ մեկը որ իրեն գնմանի Չիգա մենք ով է ասմարտը Այո, նախ բոլորիդ բարի կենթանացեմ։ Ուրեմն ես այսօր ուզեցի ցեզի ծանոթացնել Ինդրայի քիրին։ Չեմ գիտեր, դերևս ձեր մեջ են կան ամարտիկ, որ գարտացած են, կան։ Որ գարտացած են, ինձ համար օդարեր ես անոր ծանոթացա իսկապես։ Հիացա իր քրիչին, իսկապես հիացա, և անոր համար ուզեցի ցեզի անպայման ծանոթացնել իր քրիչը։ Տեսնեք, թե բացառիկ եզակի քրոմն է Ինդրան։ Բայց վարգյանը ասպես միտքս ինձի 1001 տեղ դարավ, որ ինչու մեր թբլոցները մեզի չեն ծանոթացուցած Ինդրային։ Արդյոք ըսի քրիչը, քիրը բարդ է, դժվար է հասկանալը, ասե պատճառը, գամ մեջը ցավ գա, ասան սկացում մգա, որ վախ, ցավ, բայց անեն ինձի չհամոզեց, որովհետև վարգյանը Թուրյանին կացի, Թուրյանին ալ քրիչը ցավալի է, իմ մահը, օրինակ դրդունչը, մեկ հատ եթե երթանք դրդունչին, ցավով լեցուն է, այդ նախատասությունը, որ օրինակ կսե, որ և մահամերցը գուզե երկու պան, մեմը գյանք, վերջնան լացով միլ վրան, ասկի ավելի ցավալի չի գնարել ասկան։ Այսինքն, հագարակ, որ ես Թուրյանին շատ կսիրեմ, բայց ինչու Թուրյանին բես չէ ջանցված Ինդրան, ինչու չէ ջանցված, ասոր հարցումը բադասխանը չեմ չի գտա, թերևս դուք կրնակ կտալ, չեմ գիտեր։ Անունը դերևս դարվենակ է։ Դիրան Չրակյան, հիմա գանցնիմ իր գենսակության, բայց դիք ամպոպ ծևով բիդի խոսիմ իր գենսակության մասին։ Չեմ գիտեր, ըսի չէ իր եզագի քիրը մեղք է, որ ասկան, անդեսված է։ Ինչպես օրինակ մեծարենցի քիրը դժվար չէ, բարդ չէ, ով գրնա մեծարենցը թյուրուն կարդալ։ Այո, իրն ալ դժվար, բայց մեկ հատ, կոնե մեկ հատ, պետք է մենք գիտնայինք, չէ։ Մեկ ալ գիտեք ինչ միտքս փերավասի գա, ըսի որ հիմա օրինակ մենք, երբ որ լջագը քիդենք, գրնալա նորեն լավ չենք հասկնար, փար առ դող արդող, բայց այնքան մեզի հարազատ գտվի, որ մեր ագանչները լեցված է որովհետև Փարերը, ինչու ապշածես լջակ ու չեն խայդարկვალեք, ինչու ասոր մեջ էլ գա ցավալի դեղեր, անհասկնալի դեղեր գա։ Բայց մեզի համար շատ պարզ է անցած է, որովհետև մեր ագանչները լեցված է մանգութիների վեր։ Կամ հյուրը, հաշտի ջամփում վրան կամ ստորոդոլերան, պարզ է անցած է։ Ճիշտ ինձի գիշեցնե օրինակ, երբ որ մենք հարսանիքի մը գտնենք։ Երբ մը գլսենք, որ մեր կիցած երկն է, բոլորս կհրջվինք նույնիսկ բարելու կհասնենք, չէ, որովհետև մեր ամեն օրյա լսած երկերը մեկն է։ Իսկ երբ մոտ երկ մը գլսենք, գրնալը շատ ավոր երկն է, շատ լավ բարեր ունի, բայց մեզի չհրջվիր, մենք չենք հրջվիր այդ երկեր։ Ինչու, որովհետև մոր է, մենք ծանոթ չենք, օդար է մեզի համար։ Ճիշտ հիմա Ինդրան գպերեմ ես այս օրինագի մեջ, մեզի Ինդրային քրությունը գրնալալ պիտի չհրջվենք Ինդրայի քրութենեմ, որովհետև մեզի համար օդար է։ Ուրեմն այս պատճառով ես ուզեցի ցեզի ծանոթացնել քոնե իր քրիչ քրություններին, փանասիլություններին մեկ հատին։ Ես քանի մահատը գարտացի, եթոնացա, խորացա իրենց մեջը, բայց նախընտրեցի մեկ հատը, որ խորակիրն է սնորք։ Քիչ կետ պիտի գարտամ։ Ուրեմն նախ փանասիլության չկացած, ես ուզեմ համարոտ ցևով իր կենսակրականը գարտամ։ Ուրեմն Ինդրա Դիրան Չրակյան, ծնած է 1875-ին, Բոլսո Սկյուդար շրջանը։ Ան իր ուսումը ստացած է Բերբերյան վարժարանի մեջ։ Գազմավորված է մեծ ուսուցիչ
Ռեթիոս Բերբերյանի շունչին տակ։ Հազիվ ուսումը ավարտած Չրակյան հայ քրագանության թասադուգարկված է նույն վարժարանի մեջ։ Գրած է հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ եւ փանասերություններ։ Իր ձած կանոնը Ինդրա շրջափոխությունն է Դիրան անունին եւ միևնույն ադեն կնշանակե հնդկական գայձագի չաստված։ Իր քրագանություններն մեծ հրճակ բերած են իրեն ներաշխար խորակիրը գրող քիրքը, որ հրադարակված է 1906-ին, եւ ապա Նոջաստան խորակրով հնչյակներու ժողովածուն հրադարակված 1908-ին։ 1921-ին Չրակյան ցերպակալված է քեմալականներու գոմե եւ ակսորված Կոնյայեն թեպի Դիկրանագերդի խորերը։ Նահատակված է չթիմանալով թուրք փարփարոսներու ոստիկաններու կորզատրած ձեզին եւ չարչարանքներու։ Ինդրա գոչված է կյանքի ու մահվան մարդու ու փնության մտամոլոր երկիչը։ Ուրեմն ասիգա ցեզի դարածեմ, որովհետեւ դուք հետևիք։ Ուրեմն ցնորք, այն բարերը որ չեք հասկնար, դուզեն դերվում վրա հարցնեք, որովհետեւ պատասխանը դա։ Ցնորք որ կնշանակի երազանք։ Նախ բոլորը պիտի գարտամ, հետո դուն արդուն ցեզի պիտի բացատրեմ։ Ուրեմն իր քրությունները կգոչվին հնչյակ։ Հնչյակ կնշանակի փանաստեղծության այն ցևն է, որ գունենա 4 տուներ, առաջին 2 տուները գլան 4 տողերով, իսկ երկրորդ 2 տուները գունենան 3 տողերով։ Այս սիստեմին, այս քրակ փանաստեղծության ցևին կգոչեն հնչյակ։ Ֆրանսերեն սոնետ է։ Ինչպես։ Սոնետ։ Այո, ֆրանսերեն։ Okay։ Ուրեմն ինչու Նոջաստան գոչված է իր անալսեմ նախ, Նոջաստան գոչված է իր քրությունը։ Քիրք այսինքն որ ունի 40 հնչյակներ։ Նոջաստան գոչված է, որովհետև ինքը ընդհանուր քրությունները գրած է նոջիներեն ներշնչված։ Նոջին այն զարն է, որ մշտաթալար գանաչ կմնա, միշտ այսինքն ծմեր համար գանաչ է։ Եվ շատ բարձր գլա, ինչ կսեն անգլերենով չեմ գիտեր ճիշտ է։ Սայպես որ Վան Գողի պատկերներու մեջ կտեսնեք, վարը քիչ լայն վերը հետսեր է սուր, Երևանի հին պատկերներու մեջ կտեսնեք։ Այո, Հալելի քերեզմանոդուն։ Սայպես։ Նոջի։ Որից շատ կա։ Ակո փոշականի քերեզմանին դայր։ Նոջի։ Ուրեմն գսե, նման ոգյաց, որ գուքան հազիլ դրտմապես, մոդերն իրենց սիրեցյալ վայրած ամայի, հոգիս նոջյաց հմայքին կերի է գարձես ու անոնց մեջ հեկ կարոդով գշարչակայի։ Ավաղ, անոնց իրերեն չեմ հակենար ես, մինչ ամեն պան գհձե թե գկայքայի, անոնք թալար ուժ ու շնոր ամպարծած երգրես, քեղն են, որ չի ջանչնար մահ ու անթրին գնայի։ Անոնց սոսապ հոյաձուկ գսե իմ խղջիս, թե անգադարն անեին ավարն է ընդպույտ, և քեղեցկին լոք պաժինն է կյանքն անսահման։ Բայց այդ ցայնեն խիղճ տղա, ինչու գհրջվիս, այդ վեհարատ նոջերեն ինչ օգուտ հոգվույթ, ոչ աբակեն որսմնես թուն անսխալ չնչման։ Հիմա ինչպես որ դեսակ պարտ է արդեն, թիրուն չէ հասկնալը իրեն։ Բայց ես շատ խորացած եմ ասոր մեջը, ուզեմ ցեզի հիմա դուն արդուն բացատրել։ Ուրեմն, նման ոգյաց կսե, որ գուքան հազիլ դրտմապես մոդերն իրենց սիրեցյալ վայրած ամայի։ Ճիշտ կսե ոգիները, ինչպես որ կսե գթափարին, կբդդին, ուր ամայի վայրերը։ Նոջիներուն մեջը, ինչպես որ քիչ առաջ հիշեցինք, քերեզմաններուն մեջ կլա։ Հիմա մենք ինչպես ամայի դերում երբ որ երթանք կսենք ոս չար ոգիներ կան, կամ հագարակը բարի ոգիներ կան, կսենք, չէ՞։ Ուրեմն գսե ճիշտ այդ ոգիներուն պես գսե, որ իրենց դեղը ադրդում դեղեր գսիրեն բդդին։ Որոնք իրենց համար սիրելի են։ Սիրեցյալ, իրենց սիրեց դեղերը գսի, իրենց սիրեցյալ կան գվերաթարնան իրենց սիրած վայրերը գբդդին գսե։
հայերենով հազիլ Հազիլ, այսինքն բդդիլ, թանկամած կամած շրջի, այո։ Հազիլ linger Հոգիս կսե նոջյաց հմայքին, կերի է գարձես, և անոնց մեջ հեկ կարոդով գշրջակայի։ Իմ հոգիս ալ գսե, աս նոջիներում կերի թարցած է, կերեցկությանը հմայքին կերի թարցած է, ետ գսե, անոնց մեջ գսե, հեկ խերջ կարոդով մը գշրջակայի, ոչ թե ինքը իր հոգին է, որ անոնց մեջ կբդդի, որ նոջիներուն մեջ, ծարերուն մեջ։ Ավաղ գսե, անոնց իրերեն չեմ հակենար ես, չանցնող կորդապաներեն չեմ գշտանար ես գսե, անանց իրերը նոր են գշիչտ է, որ նոջիին համար, ինչու անանց է, որով հետև մշտաթալար է, կանաչ է, չի չորնա, անանց իրեր գաշվի։ Մինչ ամեն պան գհձի, թե գկայկայի, մինչ գսե ամեն պան գսե պսպսուկ մգավոր գսե, ամեն պան բիտի կայկայվի այս աշխարի մեջ, պամը բիտի չի մնա, բայց նոջիները անոնց մեջ են պախտավոր գրեսնի ինքը նոջիները։ Հձե ինչ է։ Պսպսալ։ Հձե նաև լալ։ Այո։ Անոնք գսե թալար ուժ ու շնոր անպարծած երգրես քեղն են, որ չի ջանչնար մահ ու անթրին գնայի։ Անոնք գսե գանանչ ուժ մնեն գսե երգրես երգինք պարծացած են այսինքն գսե։ Քեղեցկություն մնեն գսե, որ չեն ջանչնար մահը ու անթրին գնային գսե։ Անթրին, եթե նկատեցիք բոլորը, գլխակրով գրված է։ Հոս անթրին ասել գուզե անտի աշխարը, թրախտային կյանքին այսինքն։ Այսինքն նոջին փախտավորությունը ինքը ինչ կդեսնի, իր արմադով աշխարհի մեջ է, իս հոգիով, ով գնայի որ երգինք, թրախտային կյանքին։ Նոջին կդեսնի ինքը զույգ աշխարհներու երկրի եւ երկնքի միջև։ Այս փախտավորությունը կնկատի ինքը նոջիներուն։ Անոնց սոսապ հոյաձուկ գսե իմ խղճիս, թե անգադարն անեին ավարն է ընդփույթ։ Անոնց գսե սոսապը, այսինքն ձայներուն աթանած ցայնը, սոսապին որ մենք գսենք։ Հոյաձուկ քեղեցիկ հոյագապ ցայնով մը գսե, իմ խղճիս գսե, թե անգադարն անեին ավարն է ընդփույթ։ Անգադարին գսե, անգադարն է որ պիտի մնա, պիտի չչնչվի աս աշխարհին գսե։ Անգադարը սորը պիտի չնչվի անգադար, գադարյալն է որ պիտի մնա գսե աս աշխարհին վրա, թե անգադար անեին ավարն է, շատ շուտով գսե, ան որ անգադար է, պիտի չնչվի բոլորս անգադար են, ոչ մեկս գադարյալ չի, եւ ինքը այդ ասել գուզե, այսինքն մարդկությունը որ բոլորն անգադար են, պիտի չնչվին աս աշխարհին։ Եվ քերեցիկին լոկ բաժինն է յանք անսահման։ Քերեցիկին է որ գսե, պիտի մնա բաժինը անսահման յանքին, հանդերձյալ յանքին։ Ինքը ինչը սերգուզեր որ ես, քերեցիկը հոսը սերգուզեր որ ճշմարիտին, գադարյալին, փարիին, լույսին, ամեն մարդ այսինքն պիտի անենա, բայց այդ քերեցիկը եւ փարին պիտի մնա, գադարյալը պիտի մնա։ Բայց այդ ցայնեն խիղճ դղա, ինչու գհրջես, կթարնագոր ինք իրեն գհարցնեգոր, բայց գսե այդ խիղճ դղա, թուն ինչու գհրջվիս կոր գսե անոր ցայնեն։ Այդ բեհաբարդ նոջերեն ինչ օգուտ հոգվույթ, այդ հարցը նոջիները կեզ ինչ օգուտ ունին գսե։ Ոչ աբակեն որսում ես, թունալան սխալ չնչման, ինչու թուն գսե արդյոք, որսմը չես ոբիլի չնչվիս։ Ուրեմն, հոս ինչը սեր գուզեգոր, պան։ Գուզեգոր պան մծկել, որ մնա հարադև, կյանքի մեջ չնչվի։ Ինչը գդեսնեգոր քեղեցիկը։ Քեղեցիկը ինքը գբերեգոր իր քրիչին։ Իր քեղեցիկ քիրն է որ պիտի մնա եւ պիտի չնչվի։ Պիտի չնչվի աս աշխարհին։ Ինք երբ որ օրը մեռնի, չէ որ անգադար է, չէ որ հանցավոր է, ինքը իր քիրը, իր քեղեցիկ քիրը գուզե ցկել աս աշխարհին, որբեսի հիշվի։ Ուրեմն ճիշտ 150 տարի անցած է իր ծննդյան թվականին։ Եվ մենք 50 տարի վերջ իր քիրը գհիշենք եւ իր քիրը գարտանք։ Չէ չնչված ուրեմն աս աշխարհին, այնինչ որ մեր սիրելի Փանաստեղծը կփափակեր։
Այո, ես հարցում եթե Շանդան, Ուրդեղեն միտքդ եկավ, ուրդեղեն իրեն թուն ինչպես ճանցար իրեն։ ես ուրիշ գրուպ ունիմ, անոնց մեջ են ծանոթացա, ուրեմն Մեզ հատ գրուշ կոպը։ նորեն հայրենակիրականի շուրջ է, ուրեմն հոնն է, որ ես ծանոթացա եւ քիրքը ունեցա, ես նոջաստան գոչված քիրքը, որ անշուշտ բոլորը ընդհանուր առմամբ նոջիներու մասին է։ Այո, ես ալ գնամ փամ մավելցներ, ես ալ չէի լսած ադանունա եւ չգարտացի, բայց լսեցի Գրիգոր Բլդյանեն։ Զրույցի մադեն ինքը գբատ մեր գոր, որ բզդիկ դարիքին երբ որ ջեմարան գերտար, ինդրային քիրքերը սկսած է գարտալ եւ այդ հարցը որ թուն փերիր, ինչու չենք սորվիր, ինչու չենք լսած, նույն հարցնա ինքը ըրած է իր հայրենի ուսուցիչին բարոն Մուշեղ իշխանին, որ ինչու աս քրողներուն մեզի չեք ծանոթացներ։ եւ Անա լսել եմ որ շատ դժվար է մի գարտար։ Անոնց մի գարտար։ Եվ ես ինչին հիացա։ Ես իրսած եմ։ Հիացա ես ինդրայի քրիչին, որ նույնանման բարեր չի կործածել։ Բոլորին կործածած բարեր այն ինչ որ բոլորը սա գիտենք փանաստեղծներուն բարերն են։ Իրեն բարերը հատուկ են։ Եզագի են Ճիշտ է որ ցավով լեցուն են, բայց ինչպես որ հիշեցի, Թուրյանին էլ ցավով լեցուն է։ Ամեն մեկ քրությունը։ Ցավ կա, ընդհանրապես ցավ կա, վախալ կա քիչ ասանք։ Հիմա ես ինչու գսեմ որ գիտես դիգին դերու մանկության օրերուն գնալ at ոգին, at նոջին որ ուր գլա, կերեզմանոցի մեջ գլա կամ վախնալի at ոգի գնալ մանուկի մհոկեկանին աստեր։ Կբրոցական դարիներուն համար է խոսքս, որ մենք ինչու այն ադին չենք ճանցած։ Բայց կալով սի չէ գվերաթարնամ Թուրյանին Քիրուն բանը չէ, նույն դժվար էր, չէ։ Եվ մենք դուրս արած ենք իմ մահը։ Գիտեք որ թեր գենթանի եմ։ Ասում բոլորը մենք դուրս արած ենք։ Ցավալի չէ արդյոք։ Բայց հետաքրքրական է ոչին։ Բարգան Գարկով Պետրոս։ Բայց չէի լսած է քրոջ մեզ, որ պրիս հայագիտական եղած է։ Երբ դրային մասին լան է, Heç մի խոսի շատ ցավալի է։ Ասանք լսար, ինքը որ անանք դասավանդված է իր ուսուցիչներին։ Բայց գարձեմ որ Պետրոս Թուրյանին աշխարհապար կրված է։ Հոս քիչ կրապարի շունչ կա մեջ։ Չէ, այդքան չէ։ Պետրոս Թուրյանն գես կրապարախանն է։ Ասին գարձես։ Բայց աս ճիշտ է որ կրապարախանն է։ Վիտա Չէ, բիդեսեի որ Ավելի մաչելի է։ Բայց ասի ավելի զուտ կրապարական ուրիշ պատճառ մնալ կա։ No, այսինքն հետաքրքրական է որ Վան Գոյին գծակցության մեջ շատ կտեսնենք նոջին իսկապես եւ անան իր յանքը դխուր եղած է ֆանած է եւ ինքը զուգաչություն բայց հետաքրքրական է նորեն աշխարհը։ Նանոր։ Եվ շատ սերացի։ Երկու երեք ուրիշ նախ հարցում ես ունիմ։ Այդ 7 գետ 5 ինչ է։ 7 գետ 5-ը վանգերն է։ Որ հիմա նայեցիք, եթե նկատեցիք նախ հանքը, որ ամեն մարդ հիմա ճիշտ է որ շատ հանքով քրող չի մնաց։ Բայց ես իմ նախընտրած ծևս հանքով։ Հանքը գիտեք որ չէ։ Հիմա երթանք առաջին դունին։ Առաջին դողը եւ երրորդ դողը նույն հանքն են։ Երկրորդ տողը եւ չորրորդ տողը նույն հանքն են, նույն հանքով են։ Երկրորդ տունը նորեն նույնպես։ Առաջինը, երրորդը նույնը, երկրորդը, չորրորդը նույնը։ Քալով վերջինը, որ երեքական դող ունին, երրորդ տողին դունին առաջին դողը եւ չորրորդ տունին առաջին դողը նույնն են, նույնպես երկրորդները եւ երրորդ դողերը։ Հոս ասոր հանքերն են։ Իսկ քալով 7-ը եւ գամ 5-ը։ Ասի վանգն է առաջին դողին։ Նման ոգյաց որ գու կան հոսքը գենավանկը հազիլ դրտ մա պես 5 7 առավել 5 7 եւ 5 այսինքն ամեն մեկ տողը ինչպես օրինակ նման ոգյաց որ գու կան հոսք հանգտն է հազիլ դրտ մա պես ամեն մեկ տող ասպես է 7 5 որովհետեւ հանքով քրողը վանգովան պետք է քրի։ Միշտ պետք է հանքը վանգը հավասար լինի։ Եթե դու հանքով չես քրել գոր, քրոջունը երբեք հանք չունի իր մեջը, ազատ ես կրնաս ինչ բան կուզես նել։ Բայց երբ որ դու հանքով պիտի քրես,
5-ով սկսար 5 պիտի շարունակես, 7-ով սկսար 7 պիտի շարունակես ընդհանուր ձայնը։ Եվ աս հանքային դժվարությունը, հոսկա հանքին դժվարությունը, որթուն թե քերեցիկ բարը պիտի ընտրես, թե իմաստալիցը պիտի ընտրես, եւ թե ցայնը նույն ցայնը պիտի գտնես բարին։ Հանքը հոս է դժվարությունը։ Անիմաստ բարմտնելով ինչ չես կնալ այդ հանքը, եղավ հանքավարեցավ չես կնալ։ Քերեցիկը իմաստալիցը հանքին ճիշտ բերել, հadoop բարմը գտնելը, ասոն բոլորը օրինակ քրողի համար դժվար բաներ են հանքի բարակային։ Եթե գարտացողը հասկանալ է մեծ ամուսնություն ասոր լավ լավ բայց որ 7-5 շատ դժվար է, իսկապես։ Այո, դժվար է։ Կարծեմ ասի կոլեջի վերջի ուսուցանը։ Անոնք որոնք փալասությամբ կսպան։ Աշակերտները ժամանակ երոտակա սեկոնդեր եւ այլ սպաները գնալ են դժվար է։ Ադոր համար իջեց որ բարոն նշերը ասելով որ ասմեր գործերում մեծ դասավանդելու Պանչե, պասեցներ չէ։ No, Ըսա ունիմ գծցնեմ ցեզի զրույցը։ Ես ինչ-որ գսվիգոր Արկակս բոլորին ես ինչ-որ գսվիգոր ադոր հիման վրա վերլուծում գտամ, որ ասի ավելի սենքտ ավելի մաստակետ կամ սենքտ ատվոր սենքտ քրագանություն բիդուսանի գրնա ընդրան գարտալ եւ ուսումնասիրել։ Այդ մատուցված է տասարաններում մեջ, կարելի ոչ ամեն դպրոցներում մեջ։ Ամեն ժամանակամիջոց ինգերու, ամեն ժամանակամիջոց մտածելակերպ ցևը կա։ Այդ ցևը երբ որ բորսահայությունը որ կա, որ մտավորական եւ բանի հապորության մեջ էր, այդ ժամանակ երբ որ գարտացել ոչ կա ժողովուրդն կգնա հասկանա։ Ես գարտեմ անանգե։ Լավ, կարինը բան, առաջին հնչյակը սոնետ։ Ամենեն դժվար պանաստերություններեն մեկն է, ծևերեն մեկն է, որովհետև շատ հաշիվ կա լալիք։ 7-ը առավել 5, ասիկա ընդհանրապես այդպես կճամցնի, 7-ը առավել 5 կկրեն, այսինքն դողը 7-ը գեսեն կգդրվի, հետո 5 կավեննա, ադիկա իր գարքին, հիմա ալիևս չի գա։ Երկրորդ միշտ 14 դող է, միշտ 4 դուն է, միշտ 4-4-3-3 է։ Եվ հանքերը երկու վարիանտ կա, մեկը անևոր ինքը կործած է, ուրիշներ ալկան, ասոր վարբեդը, մեկը ինքն է, Վահան Տեկեյանի բանաստեղությունները հնչյակներ են և շատ հաչող հնչյակներ են, վարբեդ է, ինչպես կստեղծե, սա մեկ։ Երկրորդ, իր ջանցված չջանցվածը լալու մասին։ Ես բարոն մգրդիչային աշակերտած եմ հալել և մեր տասարանի մեջ ինք մեզի խոսած է Ինդրայի մասին և առաջին վարգանեն Ինդիա ադիկա դմավորած եմ ինքս միշտ թևի Հնդկաստան գերտա ինձի համար և արդեն նշեցիք մեզի նաև պարաստեղություններու Նոջաստանի մասին խոսեցավ, մեր աշխարհի մասին չխոսեցավ և մենք տասնգերում ունեինք, որ այնքան Նոջաստան գսեր արդմեիրիկուն, անունը դրած էինք Նոջի, Սարգիս Կիրալոսյան, մենք Սարգիսին Նոջի գսեինք, որովհետև արդմեիրիկուն կլուխնիս նիհարի պարսասը, մեր աշխարհը, որ իր խիսոպայական կիրկն է, Եվ ընդհանրապես իր պարաստեղությունները ինչու շատ չեն գարտացված, որովհետև կրապարախարն է։ Այսինքն, հոգիս նոջյաց հմայքին, նոջյացը նոջիներու, գամ քիչ ավելի վարը ոչ աբակեն, մարդ չկործած էր ասում կան ևս, ադիկա իր անմատչելիության պատճառները մեկն է։ Երորդը շատ փիլիսոփայական է։ Այսինքն մետաֆիզիկ է, պարաստեղծը, միստիկ է և իր կաղապարապանությունը հնդկականին գերտա, ադորամարալ Նոջաստանը կրած է, ներ աշխարը կրած է, արդեն վերնակիրեն հասկնակ, որ ներսի աշխարի մասին խոսիգոր և մարդկային ներ աշխարը
որ ձաներ նյութ մնե եւ անդորամար դպրոցներում մեջ շատ չեն խոսիր դասավանդեր եւ երկու գետ եւս առաջին քալշապատ պիտի ունենան Ռաֆի Աջեմյանը որ պիտի խոսի ներաշխարհի մասին Ինդրայի ներաշխարհի մասին Եվ իրար մեր լուրջ ունեիք որոշ շատերից ինձ արծուց մագին Մայդան ինձ հարցուց որ ներգայացումը որոշեց սա որ արդյոք կրկնություն պիտի չլա ասի չէ որովհետև ինք բանաստեղծությունը պիտի ներկայացնե միշտ Ռաֆին Գրիգոր Բլդյանի մեկնությունը բացատրությունը ներաշխարհի մասին ադիգավի ներկայացնի եւ մոտավորապես ես չեմ կարծացած Գրիգորը բայց Ռաֆին ինձ սավանցա շաբաթ որ մոտ 100 էջ ունի ներաշխարհի մասին եւ ադոր մասին պիտի խոսի ոսպես ներկայացնի եւ շատ ծանր է սա բայց փիլիսոփայական միտք ունի որ գարժե մտնել մեջ վերջին խնդիրը մեզի բացատրվեցա որ 1921-ին մահացած է եւ թուրք խշտժություններու խոշտանգումներու չարչարանքներու դա ինչու 1921 եւ ոչ 1915 միսներում ես աս մարտը 1900 չէ բամդակ չէ 1000 վստահ չեմ որ թվականին 1987 պիտի լա գինի եւ զավակները ցկած է ինքը եղած է կարուսիչ հասարակ լեզվով բիրադար Ավետարան քարոզով որովհետև ավելի եկեղեցական այսինքն հոգևոր կյանքի նվիրված է ես ամեն չի շեշտեց որը ցկած է կացած է բոլիսեն դուրս քավաններու մեջ ավետարանը ցերքին կարոշչություն հրած է հայկական իրականության մեջ չի հասանք մեկը որ երթա ցկե ամեն ինչ ընտանիքը զավակները երթա կարոզի չլա եւ գինը եւ զավակները երեսը չեն նայած չեն ուզած գիտալ եւ հավանաբար քավարներու մեջ այնքան կարոզչություն գներ իմաստասիրական փիլիսոփայական որ թուրքերուն գործին չեր կար ադորամարսինք ցերպագալեցին բանդարգեցին ձեձեցին մինչև որ չդիմացավ ինքը բխրուն մարդ ուներ արդեն ինքը հոգեգան դակտաբալ անցուցած այո խանգարված էր ինքը հիմա հասկացաք ինչու համար դպրոցներու մեջ շատ չեն խոսիր ասոր մասին եւ ինչու ուշեր իշխանը ասած լավ որ շատ ցավալի է հավորը ցավալի է ինչ որ մտած է եւ բադայիներուն քիչ մնալ հին մոլեցով ամանջան մարդը կարոզիչ էր եւ ադոնամար քիչ մգնակ տածված բայց իր բանաստեղծությունները շատ սիրված եղած են օրին եւ մինչեւ այսօր արժեք ունին եւ կգարտացվին բայց քիչ մը դժվար է որովհետեւ գրապաշատ կա հիմա կարգծեցի նանոր վերջանի ես հարցումս լեզվի մասին է որովհետեւ Պետրոս Թուրյանի բանաստեղծություններն ա որ գարտանք գրապարակը արդյոք իրենց ժամանակի ուրիշ բանաստեղծներ այսինքն ասել գուզեմ որ լեզուն է որ փոփոխության ենթարկված է ժամանակի ընթացքին թե ինքը մասնավոր գրապար չեմ կարծեր չէ որովհետև հավանաբար իր ժամանակի մնացած քրոները նույն իրականության մեջ ասիգա գրապարեն եկող սելացևեր կան ոչ ավակեն եւ այլն բայց աշխարհապար է ասել այո բայց Պետրոս Թուրյանը գրապարախառն է Պետրոս Թուրյանի մեկ նահատացություն օրինակ լջակ თუ ես թակուհիս զիթոֆեմնալ խորշոմիս Թարցիալ խորքիտ մեջ խրով զիս կբահես թողալով զիթոֆեմնալ խորշոմիս օրինակ մեկը չգնար հասկանալ բզդիկը երբ դպրոցական բզդիկի մի Ինչ է զիթոֆեմնալ խորշոմիսը Մինչ այդ ինչ է որ հովենգս է լջագին երբ շուրիտ ալիքը ասանք կշարժին կխորշոմին ինչպես մեգումը երեսը կգնջրոդի ալիքին ասել գուզե որ թուն թեմքդ կսե երեսը Եթե խորշոմի գսե նույնիսկ գսե, այդ վիճակի մեջ նույնիսկ թուն ինգսի գսե, այդ ներված, ձերացած խորքիտ մեջը
Թեր թողալով ալ ինձի գբահես կորթում մեջ դկսե։ Այո։ Նա ինֆոր կա ասկան։ Անի։ Ես պիտի հարցնեի, որ ինքը ուրեմն սկիզբեն հոգեգան Ոչ, շրջան ունեցած է։ Ենթակա է ասել։ Այո, շրջան Որևէ ունեցած է։ մեկը ապես չի ծնիր, բայց դիսպոզիցիոն է ֆրանսերեն, այսինքն ենթակա է։ Իր մեջը գա, ինչպես հիմա գսեն, որ մոլիությունը, ալկոլիկ կամ թմրամոլությունը դիսպոզիցիոն է, ավելի շատ մեջը գա եւ բարակաները եւ պայմանները եթե դասավորվին այնպես որ ադիգա դուրս է գիվանտանաս ժամանակին այդպես չէին ավադար հիմա գավադան այո իր քիրերը այրած է իր ամբողջ անդիպ քրությունները այրած է հավագանը որ իր հոգեբան կանոնին բաճարով մինչ այդ սկիզբը գրքրեր որ ուրեմն ամիջներ Ինը վստիկները ցկերով ավեդան կարոզել ադալ խանքա եւ բարակները չէ որ իր զավակները չեն նայած իրենց ադոլ մասի իր զավակները չեն ուզած Էվանջելիկ ասին ամիդարան Այո, բայց կմտածեմ, որ թուրքերուն ավետարան կարոզել է։ Թուրքերուն չէ, խավաներում մեջ հայեր։ Թուրքերը որ իրեն բռնած են, այսինքն եթե հեղափոխություն կկարոզե, քրիստոնեությունը կարոզե։ Դերևս բարովին են, ասի մեգնապանություն մնե, շիդագեգա անանցնական, որ աս մարդը Ինդրա Գանդի, հնդկական ներշնչում ունեցած է, և դերևս բուդիզմ աստեցություն ունեցած է, որ քու աշխարհային աներեցեք է և կնա սոցևում ճիշտ է, որ բուդիզմը չէ կարոզած քրիստոնեություն կարոզել է, բայց խորիմ դերևս անգե ատվիսոպրեր է, որ սքե գյանքըտ և անունին հոպողությունն է, հա նկատեցիք չէ։ Իրական կրոմն է, իրական և այդ երկու կիրկեր ունի, ներաշխարի և նոջաստանը և ունի, բայց շատ այրած է և չի գան։ Շատ շնորհակալ եմ թողորել։ Լավ, թաթար։ Եվ ուրեմն ասկի առաջ երկու անգամ կոնե, 5 տարվա մեջ, երկու, այո, հրած ենք, այսօր ալ հաջորդը բինենք, թեր և թեմ, թեր տոյով գնշանագե համացայն, թեմ, թեր և թեմ, թերը հայրենի մեջ նաև գնա նշանագել ոչ լման, թերահավատ, թերադի չլար, թերադին թայով է, և ռայով է, թերահավատ, թերություն, ուրեմն, բադրացնելու ժամանակ պիդամ ծեզի և այդ բադրացության ժամանակ նյութի մասին ծեր պաստերը, թեր կամ թեմ, բիդի բադրացնեք, և հետո պիտի որոշենք, որ այդ պաստերը ինչ կարգով բի ներգայացվին, ամենեն զորավորը սկիզբը, ամենեն դգար գետը վերջավորության, տրամպանական է չէ։ Ամեն մեկ խումբ կունենա թիվ մեկ գոմ, այսինքն թերը, եթե աս խումբը թեր է, մեկ հոգի գլակ խոսնակը, թիվ մեկը, եթե աս խումբը թեմ է, մեկ հոգի գլակ խոսնակը։ Եվ չեք կնար գարդալ ձեր պաստերը, պետք է խոսիք։ Գնաք ձեր նոթերուն նայիլ, գրավոր նոթերուն, բայց պետք է խոսիք թիմացի գողմի անդամներուն։ Այսինքն գնաք թուղթը բռնել, նայիլ և խոսիլ, նայիլ և խոսիլ, քիչ մտեր լուր դվողներուն մեզ։ Ամեն մեկ անգամ որ ձեր գատն է, ձեզ մե առաջ խոսողին պետք է պատասխան մտաք, որբեսի Ուրեմն գտեսնեք հոն, ամեն մարդ իր թիմացինին խոսի և հետո հաջորդին նպուխանցի, զիգզակ կերտա։ Թեր և թեմ։ Թիվ 5, նախապես ներգայացված գետիմը կամ ովև է խոսված գետիմը գրկնությունը արդոնված է, գրնակ երկու անգամ նյուն բանը հսել։
վերջին խոսողը պետք է ամփոփե իր խումբին ասածը։ Եվ ամենեն կարևոր երկու գեդերը, ամենեն կարևոր երկու փաստերը պետք է նորեն տա։ Պետք է հարկեք դիմացի խումբը, գնաք դիմացին ասել, որ համաձայն չեմ խոսածիդ, առանց զինք վիրավորելու։ Չէ՞։ Ուրեմն առաջին նույթ միշտ չէ, որ մանուկներու համար գրված հեքիաթները նպատակահարմար են։ Այսինքն գտնաբադայել, որ այսինքն 70-ական թվականներում մեծ հարց դարձավ։ Ֆեմինիստները ովս լիբի այդորելու խոսողները, առաջին քիծի վրա եղողները, սկսան ասել, որ գարմիր գլխարկիկը շատ վտանգավոր հեքիաթ ունի։ Ըստ Վայբերյանին Ես գտարի ունիմ ոչ ամենան հայկականներոս։ Այսինքն ամեն գիտեք հավանաբար քույր եղբայրը, որ անդարի մեջ շաքարի դամ մեջ կերտան, չէ, Hansel and Gretel։ Եվ գախարդ է, որ գսպանաս իրենք փուրի մեջ տնել եւ եփել, չէ, գացայի մեջ միտնել պիտի եփել։ Կամ կարմիր գլխարկիկը, որ քայլին պիտի գերտան, չէ, ասոնք մանուկներու հարմար են, մանուկին երևակայության մեջ տնել, որ անդարի մեջ մի երթար մինագետ որովհետև միջապահության նույթ է։ Կամ ես ծեզի կրկրելու համար կսել, որ կամ գնա կսել, որ չէ, անոնք շատ լավ գսորվեցնեն պարին և չարը, գնա սորվեցնել ծեզի սկուշը լալ և այլն դարբեր մոտեցումներ կամ։ Ասիկա մեկ նույթն է։ Երկրորդ նույթ մնալ ունիմ, ուզեկանի գայել գնայինք, վերջը գորոշենք որ գրոնները առանցնությունը գերացնեն մեզ մեկ։ Ասված է, որ մարդիկ մինչև իրենց մահը առանցին են։ Նույնիսկ եթե ընտանիք ունին, նույնիսկ եթե զավակ ունին և այլն, առանցին են։ Մարդ էյագը առանցին է, մահվան ռոբեին առանցին է։ Գրոնները առանցությունը գերացնել, որտեղ որ գրոնիմը մեջ ես, կամ գրոնիմը հավատքի մեջ ես, առանցին չես, քեզի է դուրիշներ կան։ Գիտեք, անցյալ շաբաթ կխոսեի Շուշանյանը մահվան գախտ է, որովհետև մայրական սերը կբերե, մայրական սերը կփոխարինե մահը։ Հոսալ գրոնը առանցությունը կփոխարինե, գրոնը համայնքային է, գրոնը միրագը չես կրնան գրոն կազմել, գրոնը ամենքով է, ամեն մարդու կմատկանի և տուն մեջը և որ կմտնես, առանցին չես անգևս, որտև գավատաս, բուդիստ ես, որ ուրիշ աշխար մգա, կամ այդ աշխարին հավիդենության մաս կգազմես, քրիստոնեությունը նույնպես, իսլամությունը ջեննետ կտանի քեզի, չէ՞։ Ուրի փերիներով։ Ուրի փերիներով գրողություն։ Հետևաբար, որ նույթը գնախնդրենք, աս կամ նախորդը։ Երկրորդը մենք ըստ եմ պիտի չէ։ Բայց ես երկրորդ նույթին մասին պարակիլության հարցում ունի։ Գրոնները կամ գրոնքը։ Գրոնները կնշանակի։ Ես մասնավոր տրի գրոնները, որբեսի չսեմ քրիստոնեությունը, իսլամությունը, գրոնները։ Բայց գրոնքը, այսինքն գրոնքը եթե ասեմ գնալալ որ մեկ հատի վրա երթախել կտադորոմարս։ Որովհետև քերականական կետնի վրա լան է, բազմաթիվ։ Այո, աչք, ծերք, ոտք։ Երբ կսենք միշտ չէ, կնշանակե, որ երբեմն է։ Միշտ չէ, կնշանակե գրնա լալ որ մանուկներու համար կրված հեքիաթները, նպատակը մանուկներուն համար է, մեծերու համար հեքիաթ չի կրվիր, նպատակը հարմար է, նպատակին չեն ծարայեր, կամ գծարայեն, որտև կան հեքիաթներ, որ գծարայեն համանաբար, չէ, բարեգենտանը,
Թումանյանի եկյատներ անխելք մարդը։ Ոսկի գարասը։ Ոսկի ցկնիկը։ Կատիլուները, Այո լարա։ Ասում հայկական պատմությունները։ Պայման չի։ Ես երկու օրինակ տուի։ Hansel and Gretel-ը եւ Red Riding Hood-ը։ Դագավինգա ցյունատուրը։ Ուրեմն քիչ մազատ ունենք ասիկա փոխանակ շատ պաշտոնական դուք միացեք այդ խումբին Եվ եթե ձեր գեդերում մեջ օրինակներ կան, հստակ հեքիաթիմը, դվեք հեքիաթին անունը։ Համացայն չենք այն բաներում, օրինակ, որ մահվան սարսափը չարտնցնենք մեր բզդիկներում մեջ։ Մանուկները ընդհանրապես կվախնան մահեն, որովհետև իրենց սիրած անձերը հավիտենական կբաժնվին իրենց մե եւ կգարոտնան եւ չգա արիթմը, որ ետ տեսնեն այդ անձերուն։ Ուրեմն երբ որ այս հեքիաթները լսեն եւ մեջ մահվան դեսարան գա կամ այդ բանը հայտնվի գոր պիտի սկսի սարսափիլ եւ անգյանտին հագասական բամը պիտի ստեղծվի մանուկին կողի որ օրինակ կարմիր գլխարկի մեջ դերավ բանը քայլը մեծ մամային սարսափ է բայց վերջը փայդահատ եկավ եւ բադրեց փորը եւ մեջեն մեծ մաման յեդելավ բայց իր մեծ մաման օրինակ որ շատ կսիրեր եւ բաժնված է հավիտենական ինչու ետ չկար գոր ուրեմն հոս հագասական բարեր պիտի ստեղծի երեխային իրական մեծ մաման հապուսական այո հոգեկանը պիտի սկսի խանգարել բաները աս գեդերը կգարձին որ բան չեն երեխային նպատակարմար լավ գեդե որ ինչու եք յաթին մեջ մահը չի հաղթեր ընդանալագը բայց կյանքի մեջ գինը գվերաբրի բայց իրական կյանքի մեջ մահը վերջնական է երեխային համար ընդունելի չէ թե որ կյանքը այսպես կշարունակի դե չգիտեր ինքա դուք պատասխանում եք ասորիտա Ես պատասխանում նա ինքը ներկայացման ծևի մեջն է որ բզդիգին կներկայացնեն մահը բնական բամն է երկրորդը մենք դուք ժխտականի կացեք անցին գնա բզդիգը որ դեսնա առաջակապ իր գենտանին որ սիրած գենտանին գլա չէ թուրչունը գադուն շունը ադի մահացավ պետք է ունտունի եւ բնականուի արնե այդ մահը եւ բնականի չարն է դարիներու վերջը անբնական սակետատիկ կլա so ինքը բզդիկներու մտածելակերպի հիման վրա մահը ներկայացուցին բարձության մեջ արիթը գլա օքեյ չեփնեմ հիմա ծեր խումբը գետը պետք է դա որ իրենք պատասխանեն հրամեցեք Բոյն վիմեք արիթ կդան ծնողքին կամ
ուսուցիչին, որ նույնը մասին խոսի, որ իրական չէ, արի թուդա, չես կրնա։ Ja, gantra heders chesa. Մադեուջունը ստիպ։ Գասոր բասխանունիկ, որ հեքիաթը արիտ կուդա, որ բստիգին հետ ձանր դժվար նյութի մասին խոսելու մադեուջունը ստեղծվի։ Օրինակ մա, որ դժվար է, չէ, դու գասոր ինչ բասխանունիկ, հրամե է դիրում։ Ես կարծեմ, որ ամեն զնող, ամեն բատմություն գատացող ադվադրաստությունը չունի։ Մի անգգատա եւ գանցնի եւ չգիտեր որ երեխան ուր ասած է իր մտքի մեջ որքան հարաճացավ իր մեջ որքան վախ պատճառեց ադիգա Բայց միևնույն ժամանակ ճիշտ չէ որ այսօրվան երիտասարդ ծնողները շատ կգարտան բիզնեսի ինչպես մոդենալ չէ այ հրամեցեք հիմա ես կդարձեմ որ երբեմն շատ օգտակար են եւ ինչ պատճառ կստեղծեն բզդիգին օրինակ գաթիլ մեղրին մեջը Երբ որ մեկ գաթիլ մեղր քեդին գացի եւ այդ գադուն գոքարը հարցագի շունը գադուին վրա գոքա գադուն բայթուն ինչու իմ շունս սպան գադուս զգտեց ինքան անոր շունին գսպանն անոր եւ վերջ ամբողջ քյուրը մեկ գաթիլ մեղրին համար գրիվ գծակի մեկ գաթիլ մեղրին համար քյուրի մեջ քյուրերը իրար թեմ գրվի ասիկա մեզի օրինակ բզդիգին գրնանք լավ օրինակ մտալ որ գրնալա բարապ փանեմը Ընկերոջը դե գրիվ ստեղծեց։ Բայց դու մենի եթե Որպեսզի ամեն բան խոսելու արի ունենա ծեր հաջորդը։ Ծեր հաջորդ կետը երկրորդը։ Պետք չէ ձեր բարավ գիներու հանդեպ թշնամություն ստեղծել։ Ով է Սավասիգա։ Ես Այո, կարեկին բացատրի։ Շատ սխալ գտեցնամ, երբ որ քեշը պիտի ներկայացվի Դիգիմ մգլա վհուկ եւ ձեր եւ քիտը ասանք շատ սխալ է որ բզդիկներու միտքը գտնե որ ձերերը լավ չեն կամ ձերերը վախնալի են չար են շատ սխալ է Նկատի արեք որ այսօրվա մեր լեզվին մեջ բարավ բարը գրեթե չեն կոծած որովհետեւ այգան ժխտական աներու լավ է որ ձերերու մասին խոսվի բասխանադի լամեցեք Beauty and the Beast Փարին իր բարեությամբ գրծավ շտկել չարին եւ չարը այդ բիստը դեկեր անցը վերածվի փարի Այո, ասի շավավոր գետե Ներողություն, ինքը բարգինի դապերակն ներկայացնի որ չարին վհուկը, բայց հոնդերա մեկ գոմենա մարտե, որ դեկեր մարտը, ինքը դեկերությունը կեզի ներկայացնում, ոչ թե իպր եկ կամ արուն, ինքը դեկերությունը գծծնի որ կեզի։ Ես ավելի գիներուտ եմ Այո Հավասար է հոստեր, դեկերությունն է Դեկերությունը ոչ թե իպր գին կամ էրիսման Շնշանագեն որ պրուսազը ծխալ է իրը ճիշտ է, ատպես չէ Կհասկնամ իրս հadzը, ինքը որ իր գեդը ավելի գիներում վրա թրել է Ձեր գիներում Ձեր գիներում, այո որ քեշն են, right, ընդհանրապես վհուգը կամ փանը Նկատի առնենք որ ասպատմությունները Էրիկ Մարտով գրված էին, okay, բայց նույն ադեն Դիգիները ասենք որ վհուգ են փանեն, բայց բացմության ամեն հերոինները ով ինչ կսեն հերոսները ով էին գիներն էին, նո գիներն էին գային մեջ Գինե սրբակրոն Երբ որ իշխանը բուկական ֆրեր գարցնան Աղջիկները բավական Ashkenazı they're the damsels in distress. կարևոր ներկայություն Շինաչուրը բարգած էր Լավ, շանտ Ես նպատակը հարմար բարին շուրջը մտածեցինք նպատակը գրնան նաև լալ լեզու սորվեցնել եւ գարտալ սորվեցնել բացմություններու զանոթացնել ուրեմն այդ գոմն ա որ շատ կարևոր են աս հեքիաթները գարտալու արիթ կստեղծեն բզիկներուն մոդեցնել քրագանության եւ առաջին ընդհանրապես բաները գլան սկզբնագետը գլա քրագանության զանոթացնելու ավեցնել Բզդիգի ներաշխարը որ խաղաղ մնա մեկ երկրորդը imagine երևակայությունը լավ բանի երտա
ոչ թե սխալ բաներու երթա, այսինքն բզդիգին բիտ ներկայացնես պատմությունը, նախ բիտ գարտա ծնողքը կամ բարոնը կամ ուսուցիչը եւ բիտ հասկնա եւ շիդակ ուղությունը դա բզդիգին։ Այո, լավ, ձեր հաջորդ կետը խնդրեմ։ Բզդիկները մենց մարդիկ են բզդիկ են։ Ուրեմն աշխարհը լավ չէ, աշխարհը երկու երեսնալ ունի, բացություններն են որ կներկայացնեն այն երկու աշխարհը, բայց լավ է որ վերջը աշխուշտ ամեն բացություն չի լավ ցևով չպիտի վերջանա, բայց մենզամասությունը միշտ լավը գախտե որ։ Ուրեմն այն ներկայությունն է բզդիկներուն, բզդիկ տարիքեն, որ ամեն ինչը բայզար չէ, որովհետև դունի մեջը կմեծնան եւ միշտ պաշտպանված են, սիրված են, երբ որ դունին դուրս գելան այն չարությունները կամ հագարակ երվիճակը գրեսան, այն ադեն է որ գրնան ներքին շոկ ունենալ։ Լավ, ձեր հաջորդ կետը։ Այո, ասենք թե ամեն բացությունը իրավ կյանքի մեջ լավ ձևով չվերջանար, բայց աս բացությունները գցիկեն որ ասենք թե ծնողքը critically գրնա մտածել բզդիգին հետ որ Terevus իրավ չէ որ գսես որ այո ամեն ձեր գինիկները չար չեն եւ etc. So արիթմն է որ գրնաս critical մտածումը սորվեցնել Արթնցնել բզդիգի մեջ ինչ կմտածեք Անդադարներ գարտացածին Սեմ որ մանուկը չէ որ critical thinking-ի սկիլերը ատարիքին պիտի գրնա մշակվիլ մանուկը ատարիքին շատ ավելի սև ջերմակ տեսնա աշխարհը չարուն եւ փարին եւ այդ մտածելակերպը հուքա տարիքի փորձառությամբ հետո սակայն մեր գետը պիտի վերադառնանք այն հարցին որ գնշե մանուկներու համար գրված հեքիաթները այդ նպատակահարմար են Հեղինակները շատ անգամ միակ մանուկներուն չունեին որպես թիրախ իրենց գրածներում մեջ շատ անգամ իրենց քրությունները գուզեին առհասարակ ժողովուրդը նույնիսկ հասկանալ ուրեմն նույնիսկ մանավանդ հայ ադեր Թումանյանի եւ այլն ուրեմն իրենց քրողի նպատակը մանուկները չէր ուրեմն իհարկե է որ միշտ նպատակահարմար պիտի չլա որովհետեւ իրենց համար թիրախը գարտացողին առհասարակ չափահաս ժողովուրդներ Հոսպիտալի անդրադառնանք կարևոր բանին որ հայ հեղինակները եւ օտար հեղինակները Նույն ձեով չեն մոդենար հեքիաթի Գոլոդին Պինոկիոն գկրե բզդիգի համար է բայց մեծ ձերու համար չէ Պինոկիոն ամեն մարդ գիտե որ Պինոկիոյին քիթը Գերգնա այդպես խոսի բայց իրական կյանքի մեջ չպատահիր բայց Թումանյանի գաթիլը մերը մինչև երկու երգիրներ թակավորներ իրարու թեմ գելեն մեծ ձերու համար բզդիգի համար չէ կամ Կիկորը հեքիաթ չէ, բայց Թումանյանը կիկորը գրած է մեծերու համար, ոչ թե բզդիկներու։ Ամենից որ դարբեր մոտեցում դահոն։ Այո։ Իմ գետը սարակ է եկած։ Լավ, շատ։ Ես ադոր համար գսեի որ բզդիկներու համար անպայման չեն գրված, բայց այդպես մկրված են որ դիեզերական universal իրականություններ կներկայացնեն, որ ամեն մարդու կհարմարի։ Ուրեմն դերևս թիրախավորված չէ երեխաներու համար, բայց այո, բայց նպատակահարմար գլա անպայմանորեն քանի ամեն մարդու Կյաններում մեջ միշտ շատ քերեցիկ է աղջիկը բարի է Չարը միշտ դքեր է Ինչու համար մարդիկ միշտ պետք է քերեցիկը լան որ բարի լան Կամ չարը լան դքեր են Ինձ համար ադի շատ սխալ է Սիրուն աղջիկը ամեղ աղջիկ մնե ամլա բիչ շահի որովհետև ուրիշ մեկը բիչ շահի բայց Սինթիա Էրիվոն որ գխաղագոր գանաչ մորտով դքեղ վհուկ սարսապելի դքեղ She's known as wicked Եվ օրիջինալն է ադիգա Wizard of Oz-ի մեջ կանաչ է Իշխանուիները պետք է քեղեցիկ լան, պետք է ասքեղեցիկ հակուստները հացին, պետք է անընդհատ ամենաանուշիկն է եւ հիմա գիտենք որ արժմիա, այսինքն ամենամեծ խնդրեմը ամեն աղջիկները կերտան գործողություն գլան որ քիթերնի բզդիկցեվի ասելա պատմություններն չէ Ալո մեծ իրավ մեծ աստեցություն ունի բզդիկներուն որև չեն ծծնել որ քաչ շորտ հակած աղջիկ մոն կերտա գարժմազերով ասրավ աներավ ինքնիկը գպաշպանե այսինքն բաներ գոքնե գնե չէ պետք է անուշի գլա քեղեցի գլա պետք է լավ հակվի չեմ գիտեր թե լավ աստեցություն ունի մեր աբակայի աղջիկները Ես պատասխանում իմ անոր, որ այդ քաղաքապարը բամանգության պատմություններով չվերջանար, որ գշարնակվի ամեն միդիայի մեջ
մեծնասնե ամուվին մեջը ինչ ամենամարդ միշտ անուշիկ է եւ նիհար է եւ ամեն ինչ so մանկության պատմության argument մը չանի գա որտեվ լման If anigա is fiction Fiction-ը իրավ յանք Կապերը կսկրնաս հարաբերի դարբերությունը դեսնել, քան թե երբ որ 4 տարեկան աղջիկներից չես գիտեր մինալ ադե։ Դու գա իշխանը որ քորդ է դքեղի քորդ է միջով իշխանուին գա համբուրես ինքը քրեցի իշխան է մագարակն մամա չացրեց No, at Disney filmը ադիգա at մեկը որ The Princess and the Frog այո ամենասիրածից է Ինչու արդյոք Almost there նպատակ մոնի աղջիկը պիտի հասնի եւ կհասնի որ ամեն կորդերը համբուր է Որտեղ աղքատութենեն երազունին որ ռեստորանը պիտի շինե հետո գշինե ադրեսը at բադ Disney-ը Princess and the Frog Այո Մեդրոս Ես սադին ոչ թե հագաջարեմ բայց որոշ չափով բադմությունը մեկ կողմեն չդինայինք միշտ բադմությունը երկրորդ թեմքը պետք է նայենք օրինական մոխարը Սանդրիլյոնը որ բարձ աղքատ աղջիկ մոխրիկը որոշ ժամանակային համար չէ բայց մեկ գիշերվա համար քերեցիկ է լավ Բայց մոխրիկը Ադո մեջից աղքատության մեջ կա ինքը հոմ բաժի մտածում հակուստը քերեցիկ հակուստը բանը որ կներկայացնեն մեյքափը աղջիկներուն ադի չէ մոխրիկի մեջը անի չէ նպատակը պատմության մեջ պատմության գաճ ժամանակի համար մեջ քերեցիկ երևցավ բայց անտին լման պատմությունը գա անի գմորնակ կո Չի մորցանք որ իշխան իրեն հավնեցավ եւ որ մեյքափը տրազեր եւ գոշիվա ակվազեր եւ գոշիկներ են վազեր Ինքերության մեջ են հավնեցավ որ աղջիկներուն զենքն է ատքերեցկությունը դրա խապելու No Հաջորդ կետը Գենթաններու չար ներկայացվիլ այսինքն լավ կետը շատ լավ որ աս հեքիաթներուն պատճառով վզդիկները գսկսին գենթանիները անդեղի վախնալ Ուրեմն միշտ նպատակը հարմար չեն եկի հեքիաթները որովհետև անդեղի վախ կստեղծվի բզդիկներուն գենթանիներուն անթել Օրինակ օծը Քայլը Սարքը ինչու լավ ինչու մոդը լավ քայլը օրինակ Սարքը օծը ուրիշ մեյքափի մեջ գադուն Վրիգին մեջ վրիգին մեջ գադուն օծը Յունգանից մի է այն հոգեբանն է որ գավադա Հավաքական հիշողության աստեցությունը անհատական կյանքի վրա Հավաքական հիշողությունը սելով դիեզերական ըմբռնում մգա որ օծը վտանգավոր է Եվ ասիկա մանուկը օծ տեսած լալու մեկ չունի որ վախնա Բայց իր հիշողության մեջ գարտացած պատմություններ են լսած հեքիաթներ են Օծը վտանգավոր է եւ ադիգա իր մեջ մտած է Յունգաս հավաքական հիշողության աստեցության եւ հետքերուն գավադա Միշել Ֆրոյդը ամեն բան գտանի անհատական եւ մամային Ֆրոյդը հիմա բանեին գած ինչպես ասեմ նորույթեին գած հոգեբույժ մնե որ Իրը սազներումից շատ սխալ բաներ չկան, բայց այսօր շատ կննատադելի կետեր կան, որ ամեն բան մամային չսկսիր, ամեն բան մամայով չի վերջա։ Հիմա օծի խնդիրը հեքիաթներու մեջ կա և ամենք սալ ես ընկերմ ունիմ Հայաստան, եթե իրենք ուզես սարսափեցնել, գբորակ գան չէ, միան ասե որ օծ կա Գծատկե սեղաներուն վրա գելել է, այնքան դվախնա Ուրգեի ադիգա Դիեզերական է մեկ քրիստոնեություն Գամ ավետարանը Ես չեմ գիտեր որ օրինակ հնդկական մշակույթի մեջ Օծը ինչ կնե Գբարեսնեմ Վիշաբը
որ գրակ կելլե շունչեն, վախնալիք է, բայց իրական չէ, միշտեր օծի իրական է։ Okay, ուրեմն պրինսեսը հակուստ հակվին է պիտ գարձե իրավ է, բայց վիշավը պիտ չի գարձե, որ իրավ է։ Այո, բրավո։ Լավ գեդեր, լավ, ուրիշ, վերջին խոսքերը։ Ամեն մարդ արարած բզդիկ կամ մեծ բատմությունը լսի է։ Այո։ Բատմության հետաքրքրությունը քարակտերներով Բեկերեցվի, որ իրենց փոքրիկներում հետաքրքրությունը կաշե։ Բայց միևնույնպես, եթե բացմությունը գտիդես ֆիլմը եւ գսես ինչ եղավ, ինչ հասկացանք, so գամ հոնդերը կախնի է, որ պետք է քաշվի է, պետք է հետաքրքրականորեն յետևեն ինաս, որ հասկանաս բացմությունը ինչ է, գամալ քեզի հստակորեն հայտնված է։ Փոքրիկներում բարակային անիգա շատ ավելի ստատիստիկլի հստակորեն բացադրվի քան թե մեծերում։ Կարևորը գարձեմ մեկը սավ critical thinking, կլատադական միտք, կլատադական մոդեցում։ Գերիլական Կարևորը գարձեմ աս ամենու մեջ, եթե կարելի է եզրակացություն անել, այն է որ հեկյատը եւ որ գարտա բստիկը գարելի չէ ցերք հեկյատը դալս երբ կնա ժամանակ դրանցուր գարտա պետք է հսկես ինչպես որ բստիկը եթե ցերքը տելեֆոն ունի պետք է նայես ինչ կնե գոր տելեֆոնի վրա հեկյատն նույնն է պետք է նստես բստիկի դե գարտաս եւ բացադրես չի բավեր գարտալ վերջավորության եւ որ իշխանուին գամփուրե կորդը եւ հադ քիշեր բարի Իրգը կոծե, պետք է խոսիս պզդիգին է։ Ինչ հասկացար, ինչու ասան եղավ։ Ինչու ասան եղավ ըստ կեզի, և միտքը թնել մտածելու, քննադատելու ջամփու վրա, կարևոր ադի։ Բայց ադի ծնողքին վրա գինա, այո, ծնողքին վրա է։ շատեր կան, որ չեն անում։ Ուրեմն նպատակահարմար չէ, որովհետև ծնողքի մեկնաբանության դակավին կարոտ է։ Միայն կարդալով չի վերջանում։ Ճիշտ է։ Ով շահեց, Շահը Hans Christian Andersen է։ Շատ լավ, շնորհակալություն բոլորիդ, որ լավ մասնակցեցաք։ Մերսի ցեզի։